Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ազատ եւ արժանապատիվ քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր մենք կանգնած ենք Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում, ազատ, անկախ, ինքնիշխան, առավել քան երբևէ ազատ, առավել քան երբևէ անկախ, առավել քան երբևէ ինքնիշխան եւ առավել քան երբևէ պետություն։ Եվ առհասարակ մեր քաղաքում, մեր երկրում մի նոր մթնոլորտ է ձևավորվել, մի մթնոլորտ, որը մեզ տալիս է հանգստություն, որը մեզ տալիս է ներքին խաղաղություն։ Նայեք ձեր կողքինների աչքերի մեջ, նայեք եւ տեսեք այդ ներքին հանգստությունը, այդ ներքին խաղաղությունը, որով որ մենք պատված ենք։ Եվ այդ խաղաղությունը գալիս է առաջին հերթին մեր սահմանների խաղաղությունից, այն խաղաղությունից, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ խաղաղությանը զուգահեռ մենք ունենք այնուամենայնիվ մեր մեջ մի փոքրիկ տագնապ, շատ փոքրիկ, շատ աննշան, բայց տագնապ, որը խոսում է այն մասին, որ այս խաղաղությունը մեզ համար թանկ է ինչպես երբևէ չի եղել։ Եվ այդ տագնապը մեզ ասում է, որ մարդիկ, ովքեր ծառայում են այլ երկրների հատուկ ծառայությունների, պրապրշիկների հրահանգներով եկել են եւ ուզում են մեր խաղաղությունը մեզանից խլել եւ մենք նրանց ասում ենք գնացեք գրողի ծոցը։ Սիրելի ժողովուրդ, այսօր մենք վստահ կանգնած ենք մեր հողին, մենք գիտենք, թե ինչ արժեք ունի խաղաղությունը, ինչ արժեք ունի պետությունը եւ այդ ընտրակաշարք բաժանող ստահակները ուղղակի չեն կարող վերադառնալ։ Այդ մարդիկ մտածում են, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը անցել է 2018 թվական, որը իրենց մերժել է, իրենց համակարգը մերժել է, իրենց պետք է ազատ, ժողովրդավարական ընտրություններով հետ բերի, չի ստացվելու նրանց մոտ եւ նրանց արտաքին հովանավորների մոտ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրապես գնահատում է այն, ինչ ունի այսօր, այն երկիրն, որ ունի այսօր, այն խաղաղությունը, որ ունի այսօր։ Սիրելի ժողովուրդ, իրականում մեր ընդդիմադիրները բավականին հետաքրքիր մեթոդներով են իրենց քարոզարշավը վարում։ Իրենք խոսում են այն մասին, որ մենք դավաճան ենք, որ մենք ստահակ ենք եւ սրիկա, եւ դրան զուգահեռ այդ տխմարները ընտրակաշարք են բաժանում եւ բաց փաստացի խմբով կուսակցությունների գրեթե մնում է, որ իրանք ընդունեն, որ չեն ներկայացնում ես ժողովրդին, չեն ներկայացնում ես երկրի շահերը։ Ես ասում եմ, նրանք այլ երկրներից ուղարկված լրտեսներ են եւ նրանք հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովրդից ստանալու են իրենց պատասխանը։ Մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, լինեն Սյունիքից թե Երևանից, լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից թե Ռուսաստանից, գալու են եւ ասելու են, թե որն է իրենց տեղը։ Եվ սիրելի ժողովուրդ,
կրկին վերադառնալով ամենակարևորին։ Այսօր մեր քարոզարշավի ժամանակ մենք տեսնում ենք մեր երեխաներին ուրախ եւ զվարթ, որոնք որ մեր հետ գալիս են ամբողջ քարոզարշավի ընթացքում քայլում են, նրանք իրենց բակերի, ֆուտբոլի դաշտերի խաղը թողնում են եւ գալիս են մեզ հետ, եւ այդ երեխաները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը երջանիկ է եւ Հայաստանի Հանրապետությունում կան հեռանկարներ եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս երբեք այդ հնարավորությունը իր ձեռքից բաց չի թողնելու։ Հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր մենք ունենք ընդամենը մեկ քայլ անելու։ Վերցնելով 16-րդ քվեաթերթիկը, մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր պետք է տեր կանգնենք մեր զավակների ապագային, եւ մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։